Շնորհակալություն պարոն Զորյան, որ ունեցիք մեր հավերը, այսօր մեր հյուրն է հանրային խորհրդի անդամ Սուրեն Զորյանը։ Ես կխնդրեի անդրադառնանք Լեռնային Ղարաբաղի նախընտրից եք հիմա խոսելու, ես խնդրեի պաշտպանության նախարարի վերջին հարցազրույցներին եւ իր դիտարկումներին, հա, անդրադառնալ ծանոթ եք թե ծանոթ չեք Ռեգումում եւ հետո Արմենիայով կա ընկերությունը, հա, ունեցած եթե ճշգրտեք տարածքների հետ հա, ոչ մի պաշտպանության նախարարի որը Լեռնային Ղարաբաղի, հա, հասկացա, այդ դրանց դիտարկումներին, տարածքների վերադարձի, այնտեղ նաև մի քանի անհասկանալի դիտարկում կար, որ զենքի հետ կապված, ժամանակակից զենքի հետ կապված, թե 20-րդ դարի 20 զենքի հետ կապված, որովհետև հարցեր հնչել Սամվել Բաբայանի դիտարկման եւ քննադատության հետ կապված, այդպիսի պատասխաններ եք խնդրեի, ձեր կարծիքն ու վերաբերմունքը, այդ հարցերի հետ կապված, խնդրեմ։ Ճիշտ ասած, գիտեք, ես նախ շնորհակալություն հրավերի համար, բայց ձեր հարցը մի փոքր անսպասելի է ինձ համար, որովհետև ես այդ ոլորտի մասնագետը չեմ եւ չեմ կարող մեկնաբանել, բայց ընդհանուր առմամբ ասեմ, որ փոխանակ վիճեն իրար հետ ճիշտ կլինի, որ ներկա եւ նախկին պաշտպանության նախարարը փորձեին քննարկել որոնք են խնդիրները։ Եթե անդրադառնանք հենց այդ հարցազրույցին, ես մեծ ուրախությամբ տեսա, որ այստեղ իսկապես ինչ-որ ջանքեր են կատարվում վիճակը շտկելու, որ վերջապես մեկ բարձրաստիճան զինվորական պաշտոնյաները հասկացան, որ կոնսերվի բանկեկով հնարավոր չէ ապահովել պաշտպանությունը եւ քայլեր են ձեռնարկում։ Բայց դրա մասին թող խոսեն մասնագետները եւ նորից եմ ասում, ճիշտ կլինի, որ նախկին զինվորականները, որոնք լավ գիտեն վիճակը եւ խնդիրները եւ ներկան ովքեր պատասխանատու են այն հարցի համար փոխանակ իրար քննադատեն, փորձեն գտնել համաձայնության եզրեր, որովհետև իրոք հարցերը շատ են եւ այն, ինչ որ ասվում է, դեռ բավարար չէ, որովհետև մենք դեռ չունենք ճշգրիտ պատասխաններ, թե ինչ է կատարվել ապրիլի սկզբներին եւ այն տեղեկությունները, թե ամսի 2-ին ինչ է տեղի ունեցել, ամսի 5-ին ինչ է տեղի ունեցել եւ այլն, բավարար չեն, եթե չկա այդպես ասած ամփոփ ներկայացում, թե ինչ է եւ հատկապես որ եւ հատկապես ինչ է տեղի ունեցել, որովհետեւ անձամբ ես տվյալ դեպքում նորից եմ ասում, փորձագետ չեմ եւ ինձ համար տվյալ դեպքում Սամվել Բաբայանի կարծիքը, որ դա եղել է ոչ թե պատերազմ, այլ լայնածավալ ռազմական գործողություններ եւ պետք է դրանից ելնենք եւ միջև գնահատական տալը պետք է հանրությանը ինչ-որ ներկայացվի, որովհետև մենք հակասական գնահատականներ լսեցինք, թե մի քանի պետությունների պլանները ձախողվեցին, հետո ինչու այլ ձևով, հետո այլ եւ այլն։ Եվ այս առումով պետք է ճիշտ բանավեճ լինի, բայց բանավեճ ոչ թե ուրիշի ասածը, բանավեճը ինչ նպատակ պիտի ունենա, ինչպես բարելավել վիճակը, եկեք այդքանը։ Խոսվում է նաև տարածքների հետ ցնելու բան, այս հարցը, չգիտեմ, դրանք ուզել եք, դրա մասին կուզել եք, հա, խոսել։ Եթե հնարավոր էր, ապա ինչու ոչ այն ժամանակին եւ ինչու են մեր պատասխանատուները իմ ասում, որ դա մեծաշն խնդիր չի եւ եթե ոչ այսօր, ապա վաղը հնարավոր է լինելու։ 800 հեկտարի մասին է խոսքը։ Գիտեք, ճիշտ ասած, երբ որ գեներալները խոսում են այդ թեմայի մասին, բնական է պիտի լինի քաղաքական որոշում։ Իսկ քաղաքական որոշումը ես հիմա չեմ պատկերացնում, որն է պատերազմ հայտարարել Ադրբեջանին, թե ինչ-որ միջազգային բնական է հասկանալի է, որ բանակցությունների միջոցով այդ հարցը անհնար է լուծել, ինչպես որ Ադրբեջանը ի վիճակի չէ ընդհանրենք ամբողջ Ղարաբաղը եւ բոլոր տարածքները իր ենթակայության տակ վերցնել բանակցությունների վիճակով, նույնն էլ հարցը գիտեք ինչ քանակը չէ, այս սկզբունքային խնդիրներ են եւ այս առումով եթե բանակայինները նման հայտարարություններ են հանդում, ապա թող իրենք էլ պատասխանատու լինեն իրենց ասացի համար եւ իրենք մեկնաբանեն, թե նրանք ինչպես են պատկերացնում, ինչու չեն արել, ինչն է նրանց խանգարել անել եւ այլն, սակայն այսինքն ամեն մեկը իր ոլորտի համար պետք է պատասխան տա։ Եվ ճիշտ չէ լինի, որ հիմա մենք այստեղ քննարկենք, թե ինքը ինչ նկատի ունեցել կամ էլ առհասարակ գոյություն ունի, չգիտեմ, այստեղ քարտեզներ բացեինք, տեսնեինք, որ ջոկատը ուր պիտի գնար, որ գումարտակը ինչ դիք պիտի գավեր, դա առհասարակ չպիտի լինի հանրային քննարկման առարկա։ Հանրային քննարկման առարկա պիտի լինի վիճակը բանակում եւ ինչ վիճակում է բանակը, ինչ խնդիրներ է դրան առջև դրված եւ ինչ եւ դրա հնարավորությունը կատարել այդ խնդիրները։ Ինչ է կարծում հիմա որ
վերջին փուլում շատ է խոսում տարածքների զիջման մասին, իշխանության որոշ ներկայացուցիչներ դրա մասին, կարծես թե հստակ արտահայտեցին, բայց վերջին ժամանակաշրջանում նկատելի է, որ ասում են դա արհեստական առաջ բերած է, դա իսկապես արհեստական է, թե արհեստական չէ, երկրորդ նախագահի հարցազրույցում էլ խոսվեց նրա մասին, որ իսկապես այդ հարցը եղել է, ուզում ասել արհեստական է, թե իրականում կա այդ հարցը, օրակարգում կա, թե չկա։ Եթե կոնկրետ վերջի մի քանի ամսվա խնդիրների վերաբերել, ապա հենց ես եմ, որ ասել, որ դա շինսու դիսկուրս է, եւ այդ բոլոր բանակցությունների ընթացքը ինչ պիտի լինի, ոնց պիտի լինի, դա ուղղակի մի նպատակ է հետապնդում, դա որոշակի բավականին սխալ ձևով կազմակերպված քաղտեխնոլոգիա է ոլորտից։ Ասեմ ինչի, բնական է սկզբնական շրջանում ապրիլ-մայիսին, անգամ հունիսին խնդիր կար ինչ-որ ձևով կանգնեցնել եւ միգուցե նորից սարեցնել այդ խնդիրը։ Եվ այդ հարցը լուծվեց բանակցությունների միջոցով, ինչ-որ հանդիպումների։ Դրանից հետո անհասկանալի ձևով սկսվեց այդպիսի խոսակցություն, թե ինչ է պահանջում Ադրբեջանը, քանի տարածք եւ այլն։ Իրականում, եթե վերցնենք այդ շրջանները ոչ ոք էլ չէր պահանջում։ Ադրբեջանը խնդիր չունի, ավելի իր առջև խնդիր չի դնում այդ 5 շրջանների, նա բոլորին այլ ռազմավարություն է ողջերել, այն ինչ որ կար 90-ական թվականներին, իրոք այդպես է, ես կարող եմ այդպես ասած փակագծերներ բացել, որ 90-ական թվականների վերջին հենց պաշտոնյաները ասում են մենք բնական է ձեր են քաշում Լեռնային Ղարաբաղից, բայց այդ շրջանները մեկ պատվի խնդիրն ենք, մենք դրանից չենք կարող ձեր քաշել, այդ տվեք այդ շրջանները մենք էլ խոստանում ենք, որ Ղարաբաղի դեմ մենք ոչ մի բան չենք անի, բայց պաշտոնապես ոչ մի բան չենք արձանագրի։ Մոտավորապես ես վերարտադրում եմ, ինչ որ ասվել է միգուցե ոչ պաշտոնական ձևով, բայց բավականին մարդկանց, ովքեր այդ լիազորությունների ունեին։ Բնական է, ասում ենք, որ դուք ի վիճակի չեք այդպիսի խոստումներ տալ, որովհետև չգիտեք ձեր հաջորդները ինչ կասեն։ Համենայն դեպս այսօրվա վիճակում Ադրբեջանը դնում է բոլորին այլ խնդիր, սպասելով, որ Հայաստանը թույլատնի եւ ինքը ի վիճակի կլինի ամբողջը վերցնել առանց կաշկանդելու ինչ-ինչ պայմանավորվածություններով։ Այսինքն, որևէ մեկը ձեզանից լսել է, որ Ալիևը դանդաղ լուծման քաղաքականություն։ Այո, դրա մասին մի քանի անգամ այդ բանի մասին ես կարող եմ հեղում կատարել Ալիևի պաշտոնական ելույթներին եւ ինքը իր ժողովրդին ասում է մի քիչ էլ սպասեք, տեսեք Հայաստանից վերջի ամիսներին քանի հազար մարդ է գնացել, տնտեսական ցուցանիշներն է բերում եւ այլն։ Այսինքն ինքը հստակ դա ասում է, բայց ես վերջերս չեմ լսել, որ ինքը պահանջ է դնում վերադարձնել այս տարածքները։ 5 շրջան, թե 7 շրջան, թե 3 շրջան։ Այս առումով, եթե խոսքը գնում է Ռուսաստանի, թե Ռուսաստանը ուզում է իր խաղապահներին, ապա նորից դա ավելի շուտ ես հայկական մամուլում եմ կարդացել։ Ռուսաստանը այսօր այն վիճակի չէ, որ այդպիսի պլաններ ունենա, միգուցե ցանկություններ ունի, ես գիտեք ինչպես ասում եմ, մечтать не вредно։ Բայց հիմա Ռուսաստանը հազիվ իր խնդիրներն է լուծում Սիրիայում եւ չգիտի ինչպես այնտեղից դուրս գա, եւ բոլորին էլ ձեռնտու չէ հիմա Ռուսաստանում գնալ այս քայլերի եւ բնական է հայտնի է Պուտինի դիրքորոշումը, որ ինքը ասել է, երկու ինձ խնդրում են, թե ես ճնշում գործադրեմ կողմերի վրա, թե իբր նրանք կարողանան արդարացում գտնեն, մենք նման բան չենք անում, որտեղ վերջում, այդպես ասած, իրաց խոսքն եմ կրկնում, Ռուսաստանն է մեղավոր լինելու։ Այսինքն այդպիսի ակտիվություն, որպեսզի ստիպեն Հայաստանին վերադարձնել տարած ինչ-ինչ շրջաններ, հետո այդտեղ խաղապահներ լսեն, նորից դա բլեֆի տիրույթից է։ Անգամ եթե Ռուսաստանը նման ցանկություններ ունի, դա մնում է լոկ ցանկություններ։ Ռուսաստանն այսօր այն վիճակում չէ, որ այս ամենը իրականացնի։ Ինչ է մնում։ Մնում է, այսպես ասած, սցենար քաղտեխնոլոգների կողմից, որ սկզբից ասում են ինչ-ինչ մարդիկ, այո, անխուսափելի է, ստիպված ենք լինելու, Պուտինը մեր վրա ճնշում է, սա առաջի սերիան, ինչ անենք, երկրորդ սերիան սկսվում է, այդպես ասած, ինչ-ինչ քաղաքական եւ հասարակական կազմակերպություններ ակտիվանում են եւ ասում ենք նախագահ Միզիչիկ, պայմանականորեն ասենք սերիալի երկրորդ սերիան դա է, նախագահ Միզիչիկ, եւ արդեն ընտրություններից առաջ գալիս է նախագահ եւ ասում է ոչ մի թիզ հող, դա ընտրություններից առաջ, եւ բոլորս ասում ենք, տեսնում եք, կարողացավ Պուտինի ճնշումներին դիմադրել, չգիտեմ, Թուրքիայի ճնշումներին դիմադրել եւ այլն։
որովհետև իրականում ոչ մի բանակցային գործընթաց այս խնդիրների շուրջը չի գնում է ավելի շուտ կոսմետիկական, համենայն դեպս եթե վեքսնենք պաշտոնական հայտարարությունները, դա կոսմետիկական, որ պիտի ինչ-ինչ հսկողության ռեժիմ սահմանվի, որին Ադրբեջանը դեմ է եւ այլն։ Այսինքն Վիեննայից լարվածությունը նետվում է իշխանության կողմից տարածքների դա զիջման։ սա գիտեք ինչ, ոչ թե տարածքների զիջման, Տրամաբանությամբ այո, սա բանակցությունների մի քիչ լավ չեն հաշվարկել, թե ինչ վնաս է դա բերում, որովհետեւ բոլոր այդ խոսակցությունները բավականին ծանր մեղմ ասած ազդեցություն են ունենում Լեռնային Ղարաբաղի բնակչության, ինչպես նաև բանակի վրա։ Որովհետև այդ խոսակցությունը ինչ պիտի հանձնվի 2 շրջան, թե 5 շրջան, թե 7 եւ այլն, դրանք առհասարակ չպիտի քննարկվեն։ Ինչու՞, որովհետև դրանք կարող են քննարկվել, եթե ուրվագծվի ինչ-ինչ համաձայնության նախագիծ, ինչի շուրջը պիտի համաձայնվեն եւ այլն։ Այսինքն տվյալ դեպքում իմ կարծիքով այո, սա նորից մի իմիտացիոն, ինչպես որ շատ քաղաքական, եթե ոչ բոլոր քաղաքական process-ները Հայաստանում կրում են իմիտացիոն բնույթ, դա ավելի շուտ տեխնոլոգների ինչ-որ հնարած քայլներ, որից փաստորեն դուրս չեն գալիս գալ։ Նոր թեմա էր։ Չեմ, բավականին նոր է, որն է։ Հիմա այսինքն կոնկրետ, որ Հայաստանը պիտի զիջի ինչ-ինչ տարածքներ եւ այլն։ Հարցազրույցում խոսել էր, որ այո, այդ հարցը քննարկվել է։ Թե հասկանալի է, քննարկվել է, բայց գիտեք ինչու եմ ասում։ Այդ հարցը քննարկվել է գուցե Ես ինքս եմ մասնակցել այդ բանակցություններին 91 թվականից։ Հենց 91 թվականից գալիս է այդպես ասած տարածքների խնդիրը։ Մի կողմից Շահումյանի Գետաշենի մասին չգիտես ինչու մոռացվել է, Շահումյանի Մարտակերտի եւ այլն, Մարտակերտի մի մասի եւ այլն։ Այսինքն հարցը միշտ էլ քննարկման առարկա լինելու, որովհետեւ այդ խնդիրը կա, դրա մասին բանակցություններ ընթանալու են։ Բայց Եվ իհարկե ինչ-ինչ տարածքային խնդիրներ այդ բանակցությունների ընթացքում պիտի իրենց լուծումը գտնել։ Գոյություն ունեն այդպես կոչված մադրիդյան սկզբունքներ, որոնց մասին շատ է խոսվել, հիմնականում քննադատում են եւ միգուցե ճիշտ են անում, ես էլ եմ համաձայն, բայց առանց կարդալու։ Եթե կարդաք, դրանք նույնպես նոր բան չեն։ Դա նույն թեմաներն են, որ գալիս են 92 թվականից, երբ որ ԵԱՀԿ-ն մտել է եւ ներկայացնել է առաջարկություններ։ Դա ընդհանուր մի փաթեթն է, ինչ պիտի անել։ Եվ այդ ամենը կախված է թե մենք ինչպես ենք մեկնաբանում եւ ինչ հերթականությամբ ենք իրականացնում։ Եթե իրականացնում ենք, որ սկզբից կարգավիճակի հարցն ենք լուծում, դա մի բան, եթե սկզբից չգիտեմ փախստականների հարցն է լուծվում, դա բոլորին այլ լուծում է ենթադրվում։ Եվ դրա համար 90-ական թվականներից, 92 թվականից ընդունված է համապատասխան որոշում, կամ ամեն ինչ, կամ ոչինչ։ Այսինքն պիտի համաձայնացված լինեն բոլոր կետերը, այդ թվում նաև կարգավիճակի հարցը, եւ նոր կարելի է խոսալ այլ մանրամասների վերաբերյալ։ Եթե կարգավիճակի հարցը հստակեցված չէ, բոլոր մնացած հարցերը ուրեմն անիմաստ են։ Պարոն Զորյան, ինչպես հայտնի երկրորդ նախագահը օրերս հարցազրույց պետազատության ռադիոկայանին, խնդրեի մեկնաբանեք ընդհանուր առմամբ հարցազրույցը, գնահատական խնդիրներ բարձրացվեցին, գնահատականներ տրվեցին, ընդհանուր առմամբ ձեր դիտարկումը, ձեր մեկնաբանությունը առհասարակ ամբողջական հարցազրույցի։ Գիտեք, ես ճիշտ ասած նորից ինձ իրավունք չեմ վերապահում մեկնաբանել, պարզաբանել եւ այլն, ինքը կարող է դա անել, ինչպես նաեւ կամ նրա նախկին խոսնակ այժմ գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը եւ երևի ինքը կանի, ընդհանուր տպավորությունը շատ ողջամիտ հարցադրումներն են, շատ ճիշտ հարցեր են եւ բնական է դա պիտի լինի քննարկման առարկա, որոշ այդպես ասած ողջամիտ, ոչ թե որ դու հակադարձելու պետք է ոչ թե խնդիրներին անդրադառնալ, այլ ոչ թե անձին, իմ տպավորությունը դա է։ Այ հարցազրույցում անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի շուրջ տեղի ունեցող գործընթացներին նշվեց, որ բացասական դիտարկումների հետ գործ ունենք հիմա եւ իրավիճակը շտկելու համար կարճ ժամանակ է մնացել, ինչ նկատի ուներ։ Գիտեք, չեմ կարող ասել, ես կարող եմ ասել ես ինչ նկատի ունեմ, որովհետեւ ես լիովին համաձայն եմ, որ վիճակը շատ ծանր է Լեռնային Ղարաբաղի, բայց դա կապված է ոչ թե բուն Լեռնային Ղարաբաղի, այլ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի կառավարման համակարգի։ Անհնար է կործանել մի երկիր, եթե Արցախն ու Հայաստանը մի երկիր համարենք եւ միաժամանակ պաշտպանել Արցախը։
Այսինքն դա հակադիր, ես ասում եմ տվյալ դեպքում ոչ թե հարցազրույցում նման տող չի գրած, ես իմ տեսակետն եմ ասում։ Եվ իսկապես մեզ շատ քիչ ժամանակ է մնացել, որ վիճակը շտկվի։ Բայց ունենք մենք այդ ժամանակը, միգուցե ունենք հնարավորություն շտկելու, այստեղ ես կասկածում եմ։ Ղարաբաղի թեմային կապված բարձր չկան գներով, արդեն G20-ին անդրադառնանք, հա։ G20-ի հանդիպմանը եւ այնտեղ հաստորեն Օբամա-Պուտին հանդիպումը տեղի ունեցավ եւ որոշակի կարծես թե պայմանավորվածություններ են ձեռք բերել ձեր գնահատականները այդ հանդիպման հետ կապված, այն որքանով հասկանալի է, որ Սիրիայի եւ Ուկրաինայի այդ հարցերն են եւ որքանով որպես ռազմավարական գործընկեր Ռուսաստանը մեզ կարող է առնչվել այս հանդիպումը կամ այնտեղ ձեռք բերված պայմանավորվածությունները։ Ուրեմն պիտի հասկանանք, որ Սիրիայի բավականին մոտ է Հայաստանին եւ ցանկացած կարգավորում անկախ դրանից, որ այնտեղ եւ մեկ հայրենակիցների խնդիր կա, ցանկացած կարգավորում խնդրի եւ կոնֆլիկտի միգուցե կասեցում կամ գոնե սարեցում մեզ համար շատ ձեռնտու կլինի, որովհետեւ դա ունի շղթայական ռեակցիա։ Թե ինչ արդյունք ունենա, բնական է, ես չեմ կարող ասել, որովհետեւ նման հանդիպումներ եւ պայմանավորվածություններ միջև հիմա շատ են եղել, ինչպես հասկացա, որ երկու կողմերն էլ ակտահայտեցին գոհունակությունը, որ ինչ-ինչ բաների մասին պայմանավորվեցին, բայց մյուս կողմից էլ պնդեցին, որ նրանք մնում են իրենց դիրքերին։ Այստեղ բավականին վտանգավոր եմ ես համարում Թուրքիայի ներխուժումը, որտեղ դա փոխում է վիճակը, եւ այստեղ հիմա դժվար է կանխատեսել, որտեղ դա կարող է ինչ-որ ձևով եւ ապակայունացնի վիճակը, որովհետեւ բնական է, քրդական գործոնը շատ զգայուն է եւ հիմա ոչ ոք չի կարող ասել Թուրքիան հաղթանակած դուրս կգա կամ առհասարակ կմխրճվի այդ Սիրիայի քրդաբնակ մասերում։ Դա կարող է բերել եւ շղթայական ռեակցիա եւ Իրաքյան Քրդիստանի, որտեղ տեսեք ինչ է տեղի ունեցել, ինձ համար ավելի շատ, այդպես ասած, ես քրդական գործոնն եմ դիտարկում։ Փաստորեն ստեղծվել է երկու համարյա թե անկախ քրդական պետություն, մեկը Իրաքում, մյուսը Սիրիայում, եւ Թուրքիայի գործելավոճը ես կարծում եմ սկզբից այդպես ասած հարցերը լուծել ավելի փոքր Սիրիական Քրդստանի հետ, հետո անդրադառնալ Իրաքյան եւ դրանով լուծել քրդական խնդիրը։ Բայց ինչպես գիտեք, ոչ բոլոր դեպքերում այդպիսի հաշվարկները հաջողության են գալիս եւ կարող է լրիվ հակառակը ստացվի, որ բողբողի քրդական գործոնը բուն Թուրքիայում։ Այս առումով այս անկայուն վիճակում այսպիսի զարգացումներ, որ բերելու են հետագա անկայունացմանը, հաշվի առնելով Հայաստանի դիմադրելու շատ սակավ ռեսուրսներ, մեզ համար վտանգավոր են։ Եվ նաև նշվում է, որ այս հանդիպումների արդյունքում այսպես ասած աշխարհի քարտեզի վերադառնալն եւ վերաձևակերպման հարցն է այնտեղ քննարկվել եւ կոնկրետ խոսակցությունները երթերությունների ղեկավարների միջև նաեւ այդ ուղղությամբ է գնացել այս բաժինին, այն բաժինն դրա Ինչ որ ասում եք վերաձևավորման մասին, ես ասեցի երկու կոնկրետ օրինակ, քրդական Քրդիստաններ, որ փաստորեն գոյացել են, բայց հիմա կարող են եւ անգոյանան եւ այլն։ Հիմա խնդիրը ինչ որ դուք ասում եք, գիտեք, ես այդպիսի գաղտնի տեղեկություններ Երևի թե ովքեր որ լսել են այս խոսակցությունները, նրանք թող դրա շուրջը ակտահայտվեն։ Բայց նման քարտեզի վերաձևավորման միտումներ չեք տեսնում։ Չէ, տեսնում եմ եւ այդ մասին էլ ձեզ ասեցի։ Փաստորեն ձևավորվեցին երկու նոր պետություններ՝ Իրաքյան Քրդիստան եւ Սիրիական, որոնք պիտի միանային երևի թե եւ նաեւ ընդգրկեին նաեւ Թուրքական Քրդիստան։ Սա միտումներից մեկն է։ Մյուս միտումը, որ թուրքական զորքը սկզբից ոչնչացնում է Սիրիական Քրդիստանը, հետո Իրաքյան։ Եվ ինչ-որ ձևով ընդլայնում է իր սահմանները նաև Թուրքիայի հետ։ Այսինքն վերաձևում, այն ինչ-որ վերաձևումը տեղի է ունենում, մենք դրա ականատեսն ենք։ Եվ այս առումով մենք համար դա բավականին վտանգավոր զարգացումներ են։ Մենք այն վիճակում չենք, որ ինչ-որ թելադրենք մեր պայմանները։ Նշեցիք, որ ապրիլյան դեպքերի վերաբերյալ շատ անպատասխան հարցեր կան։
Եվ ձեր կարծիքով որպեսզի չգիտեմ, ինչ պետք է արվի այս փուլում, այս իրավիճակից դուրս գալու համար երեխաներ են գնում բանակ, դեռ այդ հարցերը բարձ չեն հրահանգ եղել, այդ գրագերոջի եղել, ինչու են զոհվել, ինչի համար անպետք հողերի համար, որոնք ներկայացրակցի էին հետո ավելի շատ։ Ձեր կարծիքով հիմա առաջնային քայլը ոչ միայն իշխանությունների ընդհանուր առմամբ ինչ պետք է լինի, որպեսզի արցախյան հիմնախնդրի այսպես այդ դրամատիկ փուլը անցնի եւ ինչ-որ հստակ քայլերի անցնի, որտեղ անպատասխան հարցերը շատ են ու դրա վրա էլ դեռ ինչ-որ, չգիտեմ, հիմա այդ երեխաներ, որ բանակում են, էլի պետք է այդ փողերը, թե չէ, որ իրանք հարց լինի, պայքարեն այդ փողերի համար։ Ինչ-որ չափով ես ձեր հարցին պատասխանեցի ասելով, որ այդ ուշադրության, միգուցե դա ուշադրությունը տեղափոխեցին այս հարցերից դեպի բանակցությունները, որը նորից եմ կրկնում, իմ տպավորությամբ դա շինցու դիսկուրս է, փոխանակ մենք անդրադառնանք այդ հարցերին։ Ուրեմն այդ հարցերը, եթե բնական է ես պատասխան չեմ կարող տալ, որովհետև չեմ տիրապետում ոչ լծակների, ոչ ինֆորմացիային։ Կոնկրետ կան ձևեր, ինչպես պետք է բարելավել վիճակը։ Այսինքն կան պատասխանատուներ, այդ պատասխանատուների մեղքը գիտեք ինչ ստացվեց։ Իմ տեղեկություններով ենթադրենք այսօր պատասխանատուները, եթե նրանք այդպես ասած ավելի շուտ պրապորշիկների մակարդակով է։ Այն ինչ մի պրապորշիկ պահեստապետ դատեցի, որ ինչ-որ սալարկա է գողացել, մեկ այլ տուշոնկա է կերել եւ այլն։ Այսինքն մենք մինչև հիմա չունենք, ինչ որ ես ասել եմ, այն երբ որ պիտի վերլուծություն լինի, նաեւ սխալները, այդ բնականն է այդտեղից այդ վերլուծություններից գալիս է պրոբլեմներ, այդ պրոբլեմները ինչպես է շփվել, դա բայց նորից եմ ասում, պետք չի առանձնացնել բանակը ընդհանուր կառավարման համակարգից եւ ես տեսնում եմ ամենալուրջ խնդիրը ոչ միայն բանակ, ոչ այդքան բանակում, որպես ամենաբարձր կառավարման օղակներում, հիմա դա լինի Ղարաբաղում եւ Հայաստանում, այսինքն իշխանությունները համարժեք չեն այսօրվա մարտահրավերներին եւ այս առումով անիմաստ է, ոչ թե իմաստ ունի, բայց մինչև այդ խնդիրը լուծումը չգտնի, բայլավումը վիճակի եւ Հայաստանի առաջվա զարգացումը, վերջը բանակը սնվում է տնտեսական համակարգից։ Եթե տնտեսական համակարգը չի գործելու, իսկ տնտեսական համակարգը նման պայմաններում չի էլ կարող գործել, բնական է բանակը միշտ էլ հազար ու մի խնդիր կունենա։